հնարավոր է Եվրամիությանը իրենցից շուտ միանաք, բայց դուք էլ մի քիչ Ռուսաստանի խնդիր ունեք, բան վարչապետ ձեզ ինչն է կանգնեցնում, հետ պահում։ Ոչինչ մեզ հետ չի պահում, քանի որ մենք նոր ենք ընդունել օրենք Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացը սկսելու մասին։ Նախևառաջ թույլ տվեք մեր մտահոգությունը հայտնել եւ ցավակցություն կապված Իրանի վրա Իսրայելի վերջին հարձակման հարվածի հետ, որը կասկածի տակ է դնում, հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք տարածաշրջանում, եւ մենք շատ մտահոգված ենք։ Եվ շարունակելով դա, ու ընդհանուր առմամբ դուք նշեցիք, որ Ռուսաստանի խնդիր կամ ռուսական զորք ունեք ձեր տարածքում, որը խնդիր է եղել այլ երկրների համար, որոնք փորձում են Եվրամիությանը միանալ։ Եվ ես ցանկանում եմ Իրանի վրա Իսրայելի հարվածի եւ Իրանի հնարավոր արձագանքի հարցին հարցուպատասխանի ժամանակ հասնել։ Ուրախ եմ, որ այդ հարցը առաջ քաշեցիք, դրա մասին էլ կխոսենք, բայց երբ ես Երևանում էի անցյալ տարի, քաղաքը ընդդիմադիր քաղաքական կուսակցության կիրակնորյա երթի պատճառով կաթվածահար էր, քաղաքի կենտրոնը սառեցված կարծես լիներ։ Ռուսական զորք ունեք նաև ձեր տարածքի մի մասի վրա, Եվրոպական միությունն էլ էներգետիկ կախվածություն ունի Բաքվից, ինչը խնդիր է։ Կարող եք լսարանին ներկայացնել ինչ ուղղություններով, ինչ հարցերի ուղղությամբ եք աշխատում Եվրամիության անդամակցելու համար։ Արդեն ասացի, որ վերջերս ընդունել ենք օրենք, խորհրդարանն ընդունել է օրենք Եվրամիությանը անդամակցելու գործընթացը սկսելու մասին։ Եվ այժմ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Եվրոպական միության հետ։ Մյուս կողմից, սակայն, մենք մտադիր չենք մեր կապերը Ռուսաստանի հետ խզել, քանի որ մեր քաղաքականությունը, մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված եւ հավասարակշռող է։ Դա է մեր ռազմավարությունը։ Մյուս կողմից դուք նշեցիք երթերը։ Ես կարծում եմ, երթերը շատ սովորական երևույթ են ցանկացած ժողովրդավարական երկրի համար, քանի որ շատ կարևոր է իմանալ, որ Հայաստանում մենք հուսալի մեխանիզմ ունենք ազատ եւ ժողովրդավար ընտրությունների համար, որոնցով ձևավորվում են խորհրդարանը, կառավարությունը եւ Հայաստանի քաղաքացիները միշտ հնարավորություն ունեն իրենց կարծիքը արտահայտելու, բայց շատ կարևոր է նշել, որ ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է։ Օրենքը, որը ես հենց նոր նշեցի, ոչ միայն մեր նպատակն է գնալ եւ դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ, դա մեզ համար հերթական խթան է, որպեսզի շարունակենք եւ ի կատարածենք եւ ընդլայնենք ժողովրդավարական բարեփոխումների մեր օրակարգը եւ մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում, երբ Եվրամիությանը լիարժեք անդամակցության դիմում ներկայացնենք, դա կլինի արժանիքահեն դիմում, քանի որ մենք կկարողանանք ի կատարածել իսկական, ամբողջական եւ խորը ժողովրդավարական բարեփոխումներ, եւ դա է մեր օրակարգը։ Մյուս կողմից դուք գիտեք, որ մենք բարդ իրավիճակ ունենք մեր տարածաշրջանում եւ դուք էլ նշեցիք ռուսական զորքի արկայությունը մեր երկրում, ներկայությունը մեր երկրում, բայց ես ուզում եմ նշել, որ նաեւ եվրոպական դիտորդների առաքելություն ունենք մեր երկրում, ովքեր դիտարկում են Ադրբեջանի հետ սահմաններին վիճակը եւ մյուս կողմից վերջին տարիների ընթացքում ռուսական զորքի մեր երկրում ներկայության մասշտաբը նվազել է, բայց մյուս կողմից մենք հիմա խնդիր չենք դնում
ավարտել ռուսական զորքի ներկայությունը, բայց մենք այլ խնդիր ենք դնում։ Մենք խնդիր ունենք տարածաշրջանի երկրների հետ մնայուն տևական խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Եվ գիտեք, որ այս տարի մենք կարողացանք Ադրբեջանի հետ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունն դրական արդյունքով։ Ի նկատի ունեմ տեքստի նախագիծը երկկողմ համաձայնեցվեց եւ երկկողմ հաստատում ստացավ եւ հիմա ժամանակն է ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Եվ այժմ մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք, թե ինչպես հասնել այդ կետին եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Գիտեք, որ մենք կայուն եւ բարիդրացիական հարաբերություններ ունենք Իրանի եւ Վրաստանի հետ։ Մյուս կողմից մենք հիմա բավական ակտիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ եւ մենք հույս ունենք, որ համաձայնությունը, որին կարողացել ենք Թուրքիայի հետ հասնել 2022 թվականին, ի կատար կացվի պայմանավորվածությունը։ Առնվազն մեր սահմակային սահմանի մասնակի բացման համար դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց եւ երրորդ երկրների քաղաքացիների համար այդ սահմակային սահմանի բացումը մենք հուսով ենք այս պայմանավորվածությունը կարողանանք կյանքի կոչել եւ ընդհանուր առմամբ մենք հասկանում ենք մենք չենք ուզում գալ Եվրոպական միություն եւ բերել կոնֆլիկտներ Եվրոպական միություն։ Մենք առաջին հերթին ցանկանում ենք լուծել հնարավոր հակամարտությունները մեր տարածաշրջանում, ձևավորել խաղաղություն եւ խաղաղություն բերել Եվրոպական միություն։ Դա է մեր ռազմավարությունը։ Մի բան էլ ավելացնեմ։ Մի բան ավելացնենք Եվրոպական միության խաղաղ կյանքին։ Վարչապետ Փաշինյան, ձեզ հարց ունեմ սլայդոից ուղղված։ Հարցը հետևյալն է. Արդյոք Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն կապված է Վրաստանի ճանապարհի հետ։ Իրականում այո, որովհետև ընդհանուր առմամբ մենք ոգևորված էինք տեսնելով, որ Վրաստանը Եվրամիության տեխնացուի կարգավիճակ է ստացել։ Դրա արդյունքում Հայաստանի Եվրամիության հետ կապված հեռանկարն ավելի իրատեսական էր դարձել մեր ժողովրդի, մեր քաղաքացիների համար եւ իհարկե գիտեք, հիմա երկու հարևան երկրներ ունենք, որոնք Եվրոպական միության անդամակցության տեխնացուներ են, Թուրքիան եւ Վրաստանը, եւ իհարկե ավելի իրատեսական կլիներ Հայաստանի համար դառնալ Եվրոպական միության անդամ, ունենալով հարևան կամ Եվրոպական միության անդամ լինել կամ դառնալ հարևան երկրների հետ միասին, կամ հարևան երկրի հետ միասին։ Դա նշանակում է ունենալ Եվրոպական միության հետ ընդհանուր ցամաքային սահման։ Այսպես Էլեոնորա Տոֆուրո աշխատում է Միլանում գտնվող գիտահետազոտական կենտրոնում։ Հարց պարոն Փաշինյանին, ես ձեզնից հարցազրույց վերցնելու պատիվ ունեցա Միլանում 2019 թվականին, երբ Հայաստանի Եվրամիության անդամակցելու հեռանկարը գիտական ֆանտաստիկայի ժանր կարող էր թվալ այն ժամանակ, բայց հիմա հարցս վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը։ Ինչպես գիտեք, դա շատ կարևոր խոչընդոտ է ապագայում Եվրոպական միությանն անդամակցելու ճանապարհին։ Ինչպես եք այս խնդրին վերաբերվում, ինչպես եք լուծելու այս երկընտրանքը։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Շնորհակալություն հարցի համար։ Մենք իհարկե հասկանում ենք, որ մենք չենք կարող լինել Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության անդամ միևնույն ժամանակ եւ բնականաբար ապագայում ինչ որ պահի մենք պիտի որոշում կայացնենք։ Մեզ անհրաժեշտ կլինի որոշում կայացնել, բայց շատ կարևոր է, որ որոշումը կայացվի Հայաստանի քաղաքացիների կողմից։ Իհարկե կառավարության առաջնորդմամբ եւ Հայաստանի խորհրդարանի առաջնորդմամբ ինչպես արդեն ասացի, քանիցս ասացի,
Առնվազն այն պահին, երբ նման որոշում կայացնելու խիստ անհրաժեշտություն չկա, մենք կշարունակենք մեր ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի հնարավորինս համապատասխանենք Եվրոպական միության չափանիշներին, հնարավորինս համապատասխանել այդ չափանիշներին եւ երբ այդ պահը գա, մենք այդ հարցը կդնենք սեղանին, ի նկատի ունեմ կդնենք քաղաքական օրակարգի մեջ Հայաստանի եւ մեր քաղաքացիների հետ միասին մենք որոշում կկայացնենք։